Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամներին, մասնավորապես մայրիկին եւ երեխաներին տեղեկացվել է, որ այլևս չեն կարող մուտք գործել կառավարական ամառանոցի տարածք։ Նրանց հորդորվել է հավաքել անձնական իրերը եւ լքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարևանությամբ գտնվող ծառայողական առանձնատունը։ Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Ռուբեն Ռուբենյանը, հետեւաբար նա պետք է ընտանյոք տեղափոխվի ամառանոց։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով առաջիկայում Կոտայքի մարզպետի պաշտոնում կարող է նշանակվել ՔՊԱ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։ Որոշումն արդեն կայացված է եւ նա մոտորերս կարող է վայր դնել պատգամավորական մանդատը տեղափոխվելով գործադիր իշխանություն։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է. իշխանությունն ակտիվ աշխատանքներ է տանում Մեղրիում, որտեղ հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ է նշանակված։ Թրիփով պայմանավորված Մեղրիի ընտրությունները ռազմավարական նշանակություն են ստացել եւ Փաշինյանն այն անձամբ իր վերահսկողության տակ է վերցրել։ Ասել է, որ կենաց մահու կռիվ պիտի տանք, որ համայնքապետը լինի իշխանության մարդը։ Թիվ 1 խնդիրը բնակչության կողմից ընդունելի մարդ գտնելն է, որ ընտրությունների արդյունքներն անակնկալ չլինեն իրենց համար։ Արդեն քաստինգ է հայտարարվել թեկնածուի ընտրության համար, քանի որ տեղի ակտիվ ԿՊԱ-ականները Փաշինյանին ասել են, որ գործող համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը Սամվել Բաբայանի երբեմնի կուսակից է, որը ճամբար է փոխել, չի ձգում, չի վայելում լայն զանգվածների համակրանքը։ Իսկ նախկին համայնքապետ Ավագանու Հանրապետություն խմբակցության ղեկավար Բակրատ Զաքարյանի եւ Խաչատուր Անդրեասյանի հարաբերությունները տևական ժամանակ է կոնֆլիկտային են։ Այս հանգամանքները հաշվի առնելով Փաշինյանը հորդորել է նոր ուժեղ թեկնածու գտնել։ Ուժեղ Հայաստանի կողմից հնարավոր է առաջադրվի առողջապահության փորձագետ Մեղրու հիվանդանոցի նախկին գլխավոր բժիշկ Ծաղիկ Վարդանյանը։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Ազգային ժողովի ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի, իսկ ավելի ճիշտ նրա հայտարարության շուրջ նոր սուր քննարկումներ են ծավալվել։ Խոսքը վերաբերում է դեռևս 2 տարի առաջ նրա արած աղմկահարույց հայտարարությանը, երբ նա ասել էր, որ ցանկացած սակրավոր, որը կհայտնվի Կիրանցում, պետք է զոհվի։ Թերթի տեղեկություններով ուժեղ Հայաստան խմբակցության ներսում եւս Ղազարյանի այդ հայտարարությունը միանշանակ գնահատականի չի արժանացել։ Փորձում են հնարավորինս արագ փակել թեման եւ նվազեցնել դրա քաղաքական հետևանքները։ Թերթի տեղեկություններով նույնիսկ քննարկվում է այն տարբերակը, որ Ղազարյանը Ազգային ժողովի ամբիոնից հանդես կա հրապարակային պարզաբանմամբ, ապա ներողությամբ։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է. չնայած Փաշինյանը փչացրեց Սասուն Միքայելյանին ու Արմեն Խաչատրյանին, նրանց սադրելով, որ վարչության նիստում առաջադրվեն Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ եւ պարտություն կրեն Վիլեն Գաբրելյանից, որին քաղաքացիական պայմանագրի որոշ շրջանակներ այնքան էլ չեն ընդունում, սակայն նա կուսակցության ներսում այնպիսի բռնապետի է վերածվել, որ պարտվածներն ու նեղացածներն անգամ իրավունք չունեն ցույց տալու իրենց վիրավորվածությունը։ Եվ Միքայելյանը եւ Արմեն Խաչատրյանը հայտ են ներկայացրել պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ դառնալու աշխատելու են Վիլեն Գաբրելյանի նախագահությամբ, Արփի Դավոյանի բանակում չծառայած Հակոբ Ցիմիդյանի կողքին։ Փոխարենը հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանը որոշել է տեղափոխվել Ազգային ժողովի պետիրավական հարցերի հանձնաժողով։ Գրում է թերթը։